Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութը եւ գրել մեկնաբանություն։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված շատ օրհնի։ Տեր հայր ջան, իշխանությունները անընդհատ ասում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության process-ի մեջ ենք, բայց վերջին օրերին պարզ դարձավ մի սարսափելի վայրագություն ադրբեջանցիների կողմից, խոսքը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Հովանու տաճարի ոչնչացման մասին տեղեկությունն է։ Ես այդ տաճարում եղել եմ, մի հոյակերտ եկեղեցի էր։ Ձեր կարծիքով սա է Ադրբեջանի խաղաղությունը եւ մինչեւ երբ է շարունակվելու այս մշակութային եւ ոչ միայն ցեղասպանությունը։ Ուրեմն մեր սենդակիցները կհիշեն, երբ որ 88 թվականին Արցախյան շարժումը սկսվեց, ուրեմն Ադրբեջանից գալիս էր վագոնները ջարդված եւ Ադրբեջանը գազը փակեց, արդյունքում մենք ունեցանք մութ ու ցուրտ տարիներ։ Հիմա որպեսզի մենք հասկանանք սրանց քաղաքականությունը, պիտի ընկալենք, թե ինչ խորքային ծրագիր են իրականացնում, այսինքն երբ որ Ռուսաստանից դու փորձում ես տնտեսապես անկախ լինել ու այդ հնարավորությունները տալիս ես քո թշնամուն, մի օր էլ ինքն է փակելու, հիշում եք Արցախում ինչ եղավ։ Փակեց գազը, շրջափակեց, ժողովուրդը մնացին այսպես կղզյակի վրա։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, իսկ ով ասեց, որ եկեղեցին ադրբեջանցին է քանդել։ Եկեղեցին փորձում են քանդել նախ Հայաստանում, որպեսզի մենք ընդհանուր այս ցելը տեսնենք, ասենք Էրդողան, Ալիև եւ Հրեշ։ Պիտի հասկանանք, ասինքն Փաշազադեի խոսքը սա իրականություն է դարձնում, Ալիևը խոսում է, սա իրականություն է դարձնում։ Մենք պիտի տեսնենք, որ թշնամական ուրեմն շրջանակների մեջ ենք։ Իրենք այդ երյակը միակ ինստիտուտն է մնացել, որ չի կարացել քանդի։ Հիշում եք, երբ որ այդ գեղափոխությունը նոր էր եղել, կամ այդ դավաճանափոխությունը նոր էր եղել, որովհետև սա ռադիոտուն մտավ, որ ստրատեգիական գոտ էր, սա հիմա բանտում պիտի լիներ։ Այն նա որ սրան բերեց, հիմա իր սրբի տեղ դրած հայտարարություններ անում, նա էլ է նզովյալ, որովհետև նա էլ է մասնակից այս ամբողջ արարին։ Նա պիտի դժոխքում այրվի սրա հետ միասին, որովհետև երկուսը միասին են գործել, հիմա էլ կասկածում եմ, որ էլի միասին են գործում։ Դե որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարամ կասկած ունենամ։ Երրորդ նախագահին նկատի ունեք։ Ինչպես։ Երրորդ նախագահին նկատի ունեք։ Ես նկատի ունեմ այն սրբապիղծին, որ ծնեց այս սրբապիղծին։ Ուրեմն լսողը կհասկանա ինչ եմ ասում։ Ուղղակի ամբողջ խնդիրն է, որ երբ որ հիմա մենք գնանք ռադիոտուն փորձենք գրավենք, այդ ոստիկանը հրաման ունի որ կրակի։ Հասկանում եք ինչա, որ թույլ չտա, որտեղ ստրատեգիական գոտ է, երբ որ նա մտնում է ռադիոտուն ու ոչ մի բան, քրեական գործ, բան հիմա բանտում չի, սա նշանակում է ներքին պայմանավորվածության, ասել է եղբայր, արի Արցախն էլ քեզ, դու Սյունիքն էլ, հեսա կընտրվեց կհանձնես Սյունեցիները կդառնա Արցախցու նման, ինչ ա եղել։ Իմ հորը, իմ փորը։ Այդպես մարդիկ պիտի դժոխքում վառվեն, դրանց ապաշխարանքներ չպիտի փրկի, որովհետև այսքան այս իրավիճակը մենակ սրա արարով չի։ Մենք պիտի հետ նայենք, հասկանանք ինչն է, ինչը հանդիսացավ դրա համար։ Եվ արդյոք այս համանadrությունը այս հրեշի հակով չփոխվեց, որպեսզի մի հատ գեղապետի մակարդակով Հայաստանը այս օրին գցի։ Կարելի է հարցում արած այսպես կոչված նախկիններից։ Տեսնենք արդյոք նրանք կապ չունեն դրա հետ, այլապես սա բանտում պիտի լիներ։ Այնպես որ այս արյունահեղության մեջ իրանք էլ են մասնակից։ Թող բաներ չանեն, տենց մոսկուներ ցույց չտան, յանեմ թե գիտես ոնց է, մեկ լսում եմ, Գորյուն ջան, ասում են, մենք սահման ենք պահել մեր օրով, այսպես ա եղել, նենց ա եղել։
ուրեմն մի կով օրական 15 Արմեն առավոտ երեկո 15 լիտր կաթ է տալիս։ Կաթը տալիս է ու ոտո տալիս է կաթ թափում։ Դուս է գալիս նախրի մեջ գոռում, որ ես 10 օրը 30 լիտր կաթ եմ տալիս։ Էդի իրանք են։ Հիմա գոռում են, որ մենք սահման ենք պահել եւ այլն եւ այլն։ Ոնց եք պահել։ Ասենքն այդ նույնը, որ մեկին բան անես, տենց գրկախառում ես ու հետևից դաշունը մտցնես սիրտը, էլի։ Էլ ոնց կարաս բանութագրես։ Հիմա որ սենց խոսում եմ, էլ 1000 տեղի զանգ է գալու ինձ, թե ինչ ես իր մասին տես բաներ խոսում, բայց ճշմարտությունը մեկն է։ Միջև մեկ Հիսուս ասում է ճշմարտությունը, երբ որ ճանաչեք, ճշմարտությունը կազատի ձեզ։ Հիմա մենք նախ պիտի այդ սատանայի ճտերին ճանաչենք, որ դրանք մերժելով ազատվենք մենք դրանցից։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա պրոքսի բաներ են դրել, ասենքն մարդիկ այնքան դեմք չունեն, ուրիշի դեմքերով են փորձում ներկայանալ ընտրություններին, էլի, որտեղ դեմք ունենային, իրանք իրենց դեմքով կներկայանան, չէ՞։ Սատանան էլ է ուրիշների դեմքով ներկայանում, ասենք մարդկանց դեմքերով է ներկայանում, բայց իր ավերն է բերում, էլի։ Եվ ես նկատի ունեմ, այո, Արցախի այդ ոչ միայն սա, նաև Սուրբ Հակոբ եկեղեցին ավերեցին թուրքերը։ Ես մի բան գիտեմ, որ այսպես թեմպես Արցախը վաղ թե ուշ մերն է լինելու, բայց ամբողջ խնդիրը ինչի է դավաճանությունը եղավ։ Չեղավ դրա ձեռով, դրան բերողի ձեռով եղավ այդ ամեն ինչ։ Հասկանում ես, դա էլ է մասնակիցեն եկեղեցու ավերմանը։ Եվ դրանց կուսակցություն, եւ դաշնակները, որոնք էլի ընտրեցին այս հրեշին։ Այնպես որ հիմա սաղ դուս ընեք ու ուզում ես սուպ կովեր, տենց չի լինում, էլի։ Մենք պիտի ճիշտ հասկանանք։ Գորուն ջան, ով խորհրդանում ընտրեց սրան։ Ինչի սա բանտում չի, երբ ռադիոտուներ մտնում 20 հոգով, շատ մարդ էլ չկար։ Եվ ով այդ մարդկանց հանեց դուս, հասկանում եք, աղանդավորները, այլասերվածները, սորոսականները արդեն դուս էին եկել։ Բայց այն հասարակ մարդկանց, այն զինվորներին եւ այլն ով հանեց։ 18 թվականին եմ ես եկեղեցում ասում, որ այս հրեշը գալվա կործանի, սա քայլում է, ես դրա մեջ կհետևի կրակ եմ տեսնում եւ այլն։ Բայց դա ներքին պայմանավորության արդյունք էր, չէ՞, Գորուն ջան, ինքը չէր կարող պրոստը հենց նես գալ։ Հիշենք, որ այն խորհրդանանի նախագահ կոչվածը, որովհետև ըստ օդում կախված լուրը թլփատված է նաև, խաղամուսուլմանությունն էլ ընդունի, ասված գիտի։ Բանը ասեց, որ սկուտեղի վրա իշխանությունը տվել են իրանց։ Ասենքն դա ինչ է նշանակում։ Մենք պիտի ճիշտ գնահատենք արժեւմ ընտրությունները, մեր ազգը պիտի ճիշտ գնահատի եւ եթե մարդիկ որ դեմք չունեն ուրիշների դեմքերով են ուզում ուրեմն ներկայանան, այդ դեմքերին էլ պիտի գնան ու մերժեն, որպեսզի ազգը դառնա։ Այլապես որ ասում եք ուրիշ դեմքերով տեր այ։ Դե չեմ ուզում անունները տամ, Գորուն ջան, բայց ուրիշ դեմքերով ներկայանում են եւ մենք տեղյակ ենք։ Ես իմ համայնքին այնուամենայնիվ ինչ պետք է ասել եմ։ Ուրիշ դες ոնց է, եթե դու դեմք ունես, դու քեզանով ներկայանում ես, ասում ես սա ես եմ։ Բայց երբ որ Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին դնում ես, ֆինանսավորում ես, եսի ինչեր ես անում եւ այլն, որովհետեւ եթե դու ներկայանաս, սա պիտի նզովեն քեզ, բարձա որ դու քո դեմքով չես ներկայանում։ Ասենք այնքան նզովյալ են, որ իրանք իրենց դեմքով չեն կարող ներկայանալ, էլի։ Հասկանում ես ինչ է։ Ասենք հիմա այս հրեշներն էլ ասում է, բան, պատերազմ կլինի, եթե ուրիշը ընտրվի եւ այլն։ Ես պիտի անդրադառնամ դրան։ Ինչենք Լևոն Տեր-Պետրոսյանը որ հրաժարական էր տալիս, իր բանը նայեք, ոչինչ չի բանանում, էլի Գորում այսօր համացած պահպանում ամեն ինչ։ Ասում է գալիս է պատերազմի կուսակցությունը, ես սա շատ եմ ասում։ Արդյունքում եկավ արդեն ասենք երկրորդ նախագահը, բայց ճիշտ ասենք ժողովրդի վիճակը մի քիչ լավ, ոչ մի քիչ ահագին լավացավ, ճիշտ է։ Հիմա ասեմ քոչարանական, սանվելական, ես ինչական, չէ, ես հայրենասիրական եմ, ժողովուրդ ջան։ Ես նրան չեմ պաշտպանում, ես պարզապես փաստ եմ արձանագրում։ Արդյունքում պատերազմ չեղավ, ավելին Ալիևը միշտ գլուխը կախ էր հանդիպում։ Իսկ այսօր կուլիսներում պայմանավորված մի հատ գեղափոխություն ասեմ, չգիտեմ, պայմանավորված իշխանը հանձնում ասեմ, արդյունքում էս եղավ։
եւ մեր ազգային ապաշխարի առաջկա ընտրություններին, որտեղ այդ Արցախի բանը, այդ եկեղեցիների քանդումը եւ այլն ուղղակի հերթական բաններ, հայկականության հետքը ջնջելու հետական բաններ։ Հիմա ցեղասպանության հուշարձանն են ապական է, կարդում ենք, տեսնում ենք, նկարներն եք նայում, չէ՞, ցեղասպանությունը ուրացավ, Արցախը ուրացավ, ասեց Շուշին դժբախտ դժգույներ, հիմա ասված մի ասը, եթե անցնի մի օր ասված սյունիկներ, մեզ պետք էր սյունիկը, դժբախտ դժգույն սյունիկներ էլ։ Տեր ջան, ասում են, որ Սփյուռքից շատ մարդիկ են գալու Հայաստան ընտրություններին մասնակցելու հետ կապված, ինչ դիրքորոշում ունեք, Սփյուռքը ինչ ազդեցություն ունենալու։ Սփյուռքը նախ Հայաստանի կառավարման մեջ բավական մեծ ազդեցություն պիտի ունենա։ Ես կողմ եմ դրան։ Պարզապես հիմա ես կարդում եմ հրապարակի գրածը, նայեք, ասում է կառավարության աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլ լինելու է Հայ առաքելական եկեղեցու ֆինանսական հիմքերի հարվածելը։ Ես չեմ ուզում հիմա այս բանը կարդամ ամբողջությամբ, բայց ուշադիր, թող մեր ազգաբնակչությունը լսի։ Մեր աղբյուրը պատմում է հետախուզական այս փուլի աշխատանքները համակարգում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Թուրքիայի, Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ համակարգմամբ։ Ծրագրի մեջ ներգրաված են ծառայությունների ղեկավարների տեղակալները Արման Բոշյանը, Թալու Տոկայը եւ Զաուր Իսմայելովը։ Այսինքն դե մենք արդեն հասկանում ենք ինչա կատարում։ Դրա համար դեռևս ցեղասպանությունից հետո թուրքերը ինչ են ասել, ասեն հային հայ ձեռով պիտի ոչնչացնես։ Երբ որ իրանք քրդերին արդեն բան արեցին, օգնեցին, որպես այդ կոտորածը բանը լինի, դրանից հետո փոշմանեցին, որ քրդերի ձեռով են արել։ Ասեցին հային հայ ձեռով պիտի ոչնչացնես, ինչ հիմա իրագործում է, որպեսզի մենք ընդհանուր պատկերացում ունենանք, թե ինչի այդ գործ ունենք, էլի։ Եվ ում ձեռով անում, ասենք ինքը մենակ կարար տենց բան աներ։ Հանցախումբ է, չէ՞։ Ինքը մենակ չէր կարա դա աներ։ Դա հանցախումբ է։ Դրա համար իրանց նախընտրական ծրագրի մեջ նաև առաքելական եկեղեցու դեմ պայքարի բաներ են տենց դրել, որ կաթողիկոսին փոխեն եւ այլն։ Դե մենք պատմություն բաներ ունեցել ենք, ոչ մեկը ապօրինը որ եկելա չի խերվել, այդ շուտ մեռել է, պատահասվել է մեռել է, բայց ամեն դեպքում որտեղ այդտեղ բաբ թագավորը բերե Սուրմակին, որ ասուրի էր եւ այլն, սա շուտ մեռան մեծ պատահասներով։ Բայց խնդիրը սրա մեջ չի, ինքը բոլոր ազգային ինստիտուտները քանդել է։ Մնացել է եկեղեցին։ Երբ որ եկեղեցին իրան հաջողվի զորօրինակ, էլի։ Եկեղեցին Քրիստոսն է, Քրիստոսի դեմ է պայքարի դուսեք։ Ասենքն եթե ասված մի արածը հաջողվի, ինչ-որ մի բան անի, եկեղեցին մեր ազգային կյանքից երբ որ հանում ես, աղանդավորները, այլասերվածները, սորոսականները ուտում են պրծնում է։ Մի հատ պատմություն պատմեմ, լսիր Գոյուն ջան։ Ասում եմ դու օրգանիզմում որդերը, բակտերիաները պայքարում են ազատություն են ուսում, ասում են մեզ իմունիտետը ճնշում է, էլի, մեզ ազատություն է պետք։ Եվ վերջո տալիս են այդ ազատությունը։ Կարճ ժամանակ հետո ուրեմն տեսնում են օդ չկա շնչելու։ Մեկ էլ տեսնում են որ մութ է, մի քիչ հետո տեսնում են որ ցուրտ է։ Պարզում է որ այս օրգանիզմը մեռնում է։ Այսինքն հիմա սրանք այդ բանը ամբողջ իմունիտետները ցենց հայրենասիրական ոչնչացել են, մնացել է եկեղեցին, այսինքն այս պարագայի մեջ արդեն այո, որդերն ու բակտերիաներն կսատկեն դրա հետ միասին վերջում, եթե իրանց հաջողվի, բայց կարծում եմ չեն կարող հաջողել։ Ես մի բան եմ ասում մեր հայ ազգին։ Նախ գնում եք ընտրության, սա մեկ, գյուղացի, բանվոր, շինական, չգիտեմ, բոլորդ գնում եք ընտրության,
դուք մերժում եք հայակործան հրեշին, այսինքն սատանայի ներկայացուցիչին Հայաստանում։ Ուրեմն դուք գնացեք մերժեք իրան, ասեք չէ, թող ինքը անցնի։ Դա իրավիճակ է։ Դուք գնացեք ասեք, որ դեմ եք իրան։ Երբ որ ազգը դեմ ալում, ասված էլ է նրան դեմ։ Իրա պատուած շատ արագ կգա, որովհետև ինքը կյանքի հարց է լուծել, ասեմ իմանաս։ Եվ կարդացի 3-4 օրը, որ ֆրանսիական հատուկ ծառայություններ են զբաղվում հրեշի ընտրությամբ։ Հայաստան ձևավորված արդեն արտաքին կառավարում, արտաքին կառավարիչները պիտի փորձեն հրեշին վերարտադրեն։ Ես այդքան բան կարամ ասեմ, Կորյուն ջան, ձեր հարցերի շրջանակը մի քիչ լայն է, որտեղ ավելի խորքային տեղեր կարանք մտնենք։ Պարզապես մենք պիտի հասկանանք, որ սա եկեղեցու դեմ չի պայքարում, ազգի դեմ է պայքարում։ Այո, հանձնում երկու օրից այստեղ քաղաքացու օր են նշելու Ամիրյան փողոցում, իդեպ այդ փողոցն էլ ուզում են անվանափոխել Պապ Թագավորի անունով, ով հակաեկեղեցական մարդ է եղել ըստ էության, եւ ուզում են այդ փողոցում խորոված անել, նշել, ես գիտեմ, որ որքրամոլությունը մեղք է, այսպես ուտելը, երկրպագելը մեղք է, ինչ կասեք այդ օրվա հետ կապված։ Նայ քաղաքացու օրը ինքը նշել բանը շեշտեց մոլորեցնելու համար։ Լսիր, այս սատանի ճուտը ոչ մի բան պատահական չի անում։ Ըստ երևույթի շատ վատ մանկություն ունեցել եւ մանկության երազանքներն է իրագործում։ Բայց ուտել խմելը առհասարակ ինքը եթե չափի մեջ է բան չի, բայց երբ որ դա դառնում է ազգային արդեն զեղության, ուրեմն շվայտության մի օրինակ, դա արդեն բնականաբար վնասակար է։ Ինչ վերաբերում է Պապ Թագավորին։ Ախր Պապ Թագավորը հակաեկեղեցական մարդ է, ներսես կաթողիկոսի նախսորես, բայց նա բան գոնե պայքարում էր հայկական սահմանները պահպանելու համար։ Ախր սա իրան Պապ Թագավորը հրճակ է, այսպես ասած, դե թեկուզ դիվահար է, չէ՞, մի օր Պապ Թագավորը, մի օր Քրիստոս է ներկայանում, մի օր Աստված գիտի ինչ է ներկայանում, եւ այս ընտրությունից հետո կներկայանա որպես սատանա արդեն։ Մի բան ակնհայտ է, որ մեր ազգին ուզում է բթացնի, գիտեք, սենց ասեմ, բայց լավ է, որ իրա մոտ տենց մարդիկ են հավաքված։ Ասում են նավաբեկություն է լինում, ուրեմն նավը սկսում է խորտակվել, մարդիկ աղոթք են անում, հրեշտակն է հայտնում, ասում են չեք չարչարում, ինչ եք աղոթք անում, չգիտեք ինչքան եմ չարչարվել, սա եք մի տեղ եմ հավաքել։ Այս դրա լավ կողմը այն է, որ ազգի այն բանը թշնամական գենը գլուխ է բարձրացրել։ Եվ իրանք կենթակային կործանման։ Մի գիտես Սուրբ գրքում հետաքրքիր բան կա, երբ որ Սողոմոն իմաստուն է, որ հետո հետագայում ժողովը գրելով եւ այլն ապաշխարանքով մեծ բանի գնով հոգին փրկեց, երբ որ ինքը անառակություն արեց եւ կռապաշտ եղավ, որովհետեւ այդ ուտել խմելուն տրվելն էլ կռապաշտություն է։ Այսինքն մարդը երբ որ կյանքի իմաստը Պողոս Արաքյալը ինչ ասում, ասում է նրանց փառքը իրենց ամոթն է, նրանց Աստված իրենց ստամոքսը։ Հիմա երբ որ այս գաղափարի տեր մարդիկ իմի են բերել, Սողոմոն իմաստունի բանով ասեմ, իդեպ թող զգուշանան խոսքերիցս, տեղ հասնում է, իրանք գիտեն։ Ուրեմն երբ որ շնացավ, հետո կռապաշտ դարավ, Աստված ասես ես քո թագավորությունը կիսելու եմ, քո զավակները իրար դեմ են դուրս գալու։ Եվ իրականում Սողոմոն իմաստունից հետո իր զավակները սուր էին քաշում իրար վրա, ամեն մեկ իր զորք ուներ, մեծ արյունահեղություն եղավ։ Եվ Սուրբ Գիրքը ասում է հայրերը կերան ազոխը, որդիների ատամները արյունոտվեցին։ Եվ մի լավ բան էլ հիշեցի, կուզեմ մեր լսողները, մեզ դիտողները իմիտ ունենան, էլի։ Ուրեմն մի մարդ մռել մի թանկարժեք ռեստորանի մոտով անցնում, տեսնում է մի հատ ցուցանակ, որի վրա գրած է ուտում են հայրերը, վճարում են որդիները։ Մտնում է ամենաթանկ սնունդն է պատվիրում, ճաշակում է, արդեն դուրս գալուց մատուցողը հաշիվն է բերում։ Նա ցույց է տալիս ցուցանակը, ասում է դու քո հոր կերածի համար ես
վճարում։ Այնպես որ թող այն մարդիկ, ովքեր քեմալական պայմանագրի, այդ ԿՊ կոչված քեմալական պայմանագրի կողմն են, թող իմանան, որ ոչ միայն իրանք են դժոխք գնալու, այլ նաև իրենց զավակներին են քաշ տալու դժոխք։ Դրա համար է Սուրբ Գիրքն ասում է, ով ինձ օրհնի մինչև 7-րդ սերունդը, անգամ 1000-րդ սերունդը կօրհնի, ով ինձ անիծի մինչև 4-րդ սերունդը անիծված է լինելու։ Թող լավ իմանան, ով սիրում է իր ընտանիքը, ով սիրում է իր հայրենիքը, ով սիրում է իր հավատքը, ուրեմն պիտի բարական ազնիվ կյանք ապրի, որպեսզի անեծք չդառնա։ Ես քեզ կուղարկեմ, Կորյուն ջան, մի հատ Ճապոնիայում կատարված հետազոտություն, որ ուրեմն իդեպ քրիստոնեական բաների հետաքրքիր է, որ Ճապոնիայում այս բանն են արել, ուրեմն մի շատ ահավոր վատ բարապես ապրած մարդու նկարը դրել ջրի մոտ, ջուրը սկսել է նեխել։ Մեր բերի նկարն են դրել, ջուրը որակով փոխվել է, ասենք դա էլ է բժշկական։ Հիմա սրանք մեռնելու են գնա, նկարը բերելու են երեխեք կախնալ մեր Սուրբ Պապան, բայց Պապան մեռնելուց հետո էլ է անեց կլնելու այդ ընտանիքի համար։ Թող լավ իմանան դա։ Որովհետև մենք լսում ենք, որ մեկը մեռում է, ընտանիքում սա խառնվում է, կամ ուրիշ մահալնում, բան, սա պատահական բաներ չի։ Մարդը մեռնելուց հետո է դառնում պատուհաս, իր թողա ժառանգությանում։ Դե այդքանը մեր այն մարդիկ գոնե որ մի քիչ հավատ ունեն, դա իմանան, որովհետև գնալու են ի վերջո ընտրության առաջ կանգնեն, ընտրում են սատանային թե չէ, եւ մեր ազգաբնակչությանը կոչ եմ անում, ով եկեղեցիա գնում, ով Աստծո հետ կապ ունի, ով մի հատ մոմավարում գոնե, ով պատարագիա մասնակցում, ով աղոթք կանում, եթե գնաց ընտրեց այս հրեշին, նզովյալ է լինելու, ասեմ իման, որտեղ ինքը մասնակից է լինելու Արցախի կորստին, արյունահեղությանը, դավաճանությանը, ամեն այս ինչ որ եղել է, ինքը ակամայից մասնակից է լինելու դրան, ու հետո թող չբողոքի, Արթուր Մեշյանի նման է չասի, որ է իր Աստված, այդքան բան։ Տեր հայր, ընդդիմությունը ինչ է կարծում, կարողանա այնուամենայնիվ մեծամասնություն գրավել, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինքն է մեծամասնություն հավաքելու եւ ընդդիմությանելով ձայն տա շնուշանգյալ է։ Դա իր մասներ, վերջի խոսքը իր մասն է խոսում, եւ իր ընտրողների մասն է խոսքը։ Ես քիչ առաջ դրա մասին խոսեցի։ Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմությանը, եթե կուլիսներում չպայմանավորվեն, սկսենք այդտեղից, որովհետև անգամ բանը երկրի պետությունների ղեկավարները, որ հավաքվում են տենց արտաքինից, մենք սա քննարկեցինք, սա եւ այլն, դա ժողովրդի խաբելու համար է։ Կուլիսների հետևում հարց է, թե ինչ են պայմանավորվել, ինչ են քննարկել, մենք այդքան լավ հասկանում ենք։ Եթե ընդդիմությունը կուլիսների հետևում պայմանավորվածություն չունենա, ընդդիմությունը հաղթելու է, բայց կա մի բայց, սա այնքան ավեր ու ապականություն է բերել, որ իրա չընտրվել է, իրա կյանքն արժանանա։ Թեկուզ իրան անցած անգամ ասեցի, իրան ուրիշ պետության հատուկ ծառայություններ են դժոխք տանելու, բայց ինքը ամեն դեպքում ամեն ինչ պիտի անի, որպեսզի ընտրվի։ Թեկուզ կեղտոտ ճանապարհով իր մտածելով, դա համար եմ ասում, թող մարդիկ գնան դեմ քվեարկեն, ինքը անցնի, էլի։ Ինքը շուտ կսատկի, սենց ասեմ։ Բայց ընդդիմությունը հաղթելու է բնականաբար այս պարագայում, գոնե 3 կուսակցություն կա, որոնք մեծ աջակցություն են հասարակության կողմից։ Բայց լսի, Կորին, կա մի հրեշախումբ էլի, որ սնվում են ըստ օդում կախված տուլես գլխակերի բյուջեից, բոլորին դեմ եմ։ Գիտես ինչի համար է։ Նրա համար է, որ հասարակությանը ասեն մի գնա ընտրության։ Երբ որ հասարակությանը սրանք կարողանում են համոզեն, հասարակությունը չի գնում ընտրության, արդեն ընտրում է սրան։ Չգնալով ընտրում է։ Պատկերացնում եք, եթե չի գնում ընտրում է արդեն։ Որովհետև նայ շատ եմ ասել 100,000 սորոսական ունենք, 300,000 աղանդավոր ունենք, մի 6.5% ըստ իրանց տվյալների այլասերված կա, պլյուս պետական ապարատը։ Պատկերացրեք ինչ թիվ է։ Եթե հասարակությունը չի գնում ընտրության, հրեշը անցնում է։
Դրա համար բոլորին դեմ են բանեն հանի, ասում են ժողովուրդ մի գնացեք ընտրության։ Կամ եկեք սենց արեք, եթե մենք սաղին դեմ եք, եկեք մեզ ընտրեք, ասենք ձայն փախցնողներն են։ Հնանք որ դեմ են, ասենք դրա համար շատ պրոքսի կուսակցություններ են սենց ստեղծել, որոնց ֆինանսավորում են, որպեսզի են բաները գոնե իրանց բարեկամների ձայները տանեն, բլյուս դրան է բոլորին դեմ եմ։ Ես հասարակությանը հիմա հորդորում եմ, ասում եմ կա 3 կուսակցություն, որ մեծ հավանականություն են, որ իրանք պիտի անցնեն, ուրեմն գնացեք այդ 3-ից մեկին ձայն տվեք ու մերժեք մնացածին։ Դրանք են արդեն բարձ ասեցի Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ Ծառուկյան Գագիկ։ Այդ 3 կուսակցություն գնում եք, այդ 3-ին ընտրեք, մնացածին մերժեք։ Հիմա կսկսեն էլի խոսահասතերից ընտերից անգել եւ այլն։ Մերժեք, որպեսզի այդ մեր հավաքականությունը հրեշի պարտության արդյունք լինի։ Դեր այդ գիտեք, որ այդ ձեր նշած 3 կուսակցություններին Նիկոլ Փաշինյանը անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն եւ ասում է, որ այդ կուսակցություններին են նաեւ միացել Վեհապար Հայրապետը եւ ստանձնել է կուսակցության պատերազմի ղեկավարի դերը, ինչ կասեք։ Ես սկզբում ասեցի, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս, պիտի գա Ռոբերտ Քոչարյանն, ասեց գալիս է պատերազմի կուսակցությունը։ Նախ մի լավ խոսք կա, որ Դժոխք Հրայրն ասել է ազգը, որ մի գիշերվա մեջ մտածի, որ պատրաստ է մեռնելու, առավոտյան կարդանա հաղթանակով։ Ուրեմն նախ թո պատերազմում չվախեցնի։ Հային եթե հզոր իշխան լինի, հզոր կառավարիչ լինի, հային հաղթել չի լինի։ Թող պատերազմում չվախեցնի, ես էլ եմ պատերազմում անցել 93-4 թվականներին։ Այնպես որ պատերազմից մենք չենք վախենում, բայց ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ իր պարագան արդեն, ասենք պատկերացրեք, հիմա պատերազմ չի։ Ասենք որ քիչ չի կրակում։ Ես քիչ առաջ կարծացի, որ Ադրբեջան, Թուրքիա մեկ էստե հետախուզության ծառայությունները իրար հետ աշխատում են եկեղեցու դեմ։ Այսինքն աշխատում են ազգի դեմ։ Այդ պարագայում ասենք իրանց դրածոն աստեղ։ Ինչի պիտի ասենք թուրքը կրակի։ Բայց եկեք հենց մի հատ հաշվենք, տեսնենք օրինակի համար նախկինում, երբ որ այս Արցախը մեր զորք մեր պաշտպանական շրջանակները շատ փոքր էր, ինչքան զոհեր լինում բանակում եւ հիմա ինչքան է։ Եկեք իրա կողքը դնենք, լավ, այնտեղ չկա, ստեղ կա։ Ինչ տարբերություն։ Եվ իդեպ ասեմ, ես մեր մոտի բանակից ասեմ։ Առաջ աղոթքով քնում էին, հիմա աղոթքը հանեցին։ Առաջ ասում են փառք մեր նահատակ զինվորներին, էտել են հանել բանակում։ Ուղղակի բանը հաշվում են, քայլում են ու գնում են քնելու։ Վերջ, ասինքն պատկերացնում եք հոգին հանել են։ Ուրեմն եկեղեցին հոգին է, պետությունը մարմինը։ Այդ երկուսը միասին ուժեղ են։ Երբ որ հոգին չկա, մարմինը մեռած է։ Հիմա այդ հոգու դեմ է պայքարում։ Որպեսզի սպանի Հայաստանը։ Հայի երկիրը, թեկուզ չի աջողվելու, մենք մեծ Հայաստան ենք տենալու։ Այնպես որ այդ երագլուխ եւ երագլուխը, երաժանիքը իրանք են։ Հիսուս ասում է մարդկանց իրանց գործերից կճանաչեք։ Խեր դժբախտ դժգույն Շուշի, մեզ պետք էր Շուշին, ով էր ասում։ Մի սրբապիղծ։ Ով թուրքի դրոշի օրը Շուշին հանձնեց։ Ով բանի Մոնթեի ծննդյան օրը Քարվաճարը հանձնեց։ Ով Արցախի հանրաքվեի օրը կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց։ Ինչը լավ կարծիլ է, բայց ինքը մենակ չի եղել, ես քեզ ասում եմ։ Սա հանցախումբ է եղել, որը գործել է եւ բոլորն էլ Աստծո նզովքին են արժան։ Դատաստանի են ենթարկվել։ Իրանք եւ իրանց սերունդ 4 սերունդ պատժվելու են։ Շատ լավ Տեր Հայր ջան, հետևենք քաղաքական process-ներին, կարծում եմ դեռ քննարկելու առիթներ շատ կունենանք։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Աստված թող օրհնի անսասանպայի հայ եկեղեցին, մեր ամենայն հայոց կաթողիկոսին, որ սենց ամուր կանգնած է չեն կարող սասանել, ու թող պարտություն բերի հայ թշնամուն։ Աստված օրհնի բոլորիդ։